Տեսանյութերը այո նայել եմ, նորմալ միջավայրում զրույց է տեղի ունեցել, բայց միայն դրա վրա հիմնվելով չենք կարող ավելի խորը գնացող հետևություններ եւ վերլուծություններ անել։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, ապա ես մնում եմ այն մտքին, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվելու, որովհետեւ Ադրբեջանը այսօր էլ հայտարարություն տարածել, որով պահանջել է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրության առաջին հոդվածը։ Իսկ դա նշանակում է, որ գործընթացը մտցվել է փակ ուղի, չնայած Եվրոպայում եւ երեք նաեւ ամերիկյան բարձրաստիճան դիվանագետներից մեկը շատ մեծ այսպես հույս հայտնեցին, որ համաձայնագրի ստորագրումը մոտ է, բայց Ադրբեջանը փաստացիորեն տորպեդարում է այդ գործընթացը եւ դիտավորյալ գործընթացը տարել է փակ ուղի։ Որտեղ սահմանադրություն ընդունել չընդունելը բավականին երկար ժամանակ է պահանջում, ընդունել այսպես ասեմ։ Առանց անկախության հռչակագրին հղումով։ Այո, եւ դեռ հարց է, արդյոք Հայաստանի բնակչությունը կողմ կքվեարկի դրան, թե ոչ։ Եվ բազմաթիվ այլ հարցեր, այսինքն դիտավորյալ իրենք այնպիսի պահանջ են դրել, որ Հայաստանը չկարողանա դա անել եւ համաձայնագիրը չստորագրվի։ Ալիևը դուք ասում եք փակուղի է մցրել գործընթացը, իշխանականները սրա հետ չեն համաձայնի բնականաբար Հայաստանի։ Մենք հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հաղթանակին օրվա նվիրված ուղերձը, որտեղ վստահ պնդում էր անում, որ ի հեճուկս արտաքին եւ ներքին սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Հիմա այս վստահ պնդման հետ կապված ինչ ենթադրել, Փաշինյանը պատրաստում է այդ պահանջները բավարարել, դրանով է պայմանավորում, որ կլինի խաղաղություն, թե այնուամենայնիվ կա Հայաստանը ունի ռեսուրսներ, թե դիվանագիտական, թե քաղաքական, թե գործընկերային, այսինքն ստեղծել է բավարար ռեսուրսներ, կուտակել է, որոնց շնորհիվ էլ թույլ չի տա պատերազմ։ Կարծում եմ ինքը ավելի շատ ոչ թե ինքը խաղաղության մասին էր խոսում, ոչ թե խաղաղության պայմանագրի։ Այսինքն ինքը հույս ունի կամ միգուցե վստահ է, որ մոտակա տարիներին պատերազմ չի լինելու, որովհետև դրա հիմքերը այս պայն կարծես թե չկան, որովհետև Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ բոլոր առիթները, բոլոր սողանցները փաստորեն փակվել են։ Վերջին հիմքը, որ նա փորձեց ստեղծել, դա նախորդ տարի Տավուշում էր, այն ժամանակ Հայաստանից պահանջում էր 4 գյուղերի վերադարձ Ադրբեջանին, որովհետև միջազգային հանրությունը շատ հստակ, շատ կոնկրետ Ադրբեջանի առաջ այսպես հարցը դրել է։ Ալիևի առաջ շատ կոնկրետ հարցը դրվել է։ Եթե Հայաստանի ինքնիշխան տարածքներ խուժես, շատ ծանր գինես վճարելու, շատ թանկ գինես վճարելու։ Եվ Ալիևը խորհրդային միության այդ վերջին քարտեզները ձեռքին անընդհատ տանում էր եւ շփորահարում էր, որ տեսեք այս 4 գյուղերը բոլոր քարտեզներով ինձ են պատկանում, ես Հայաստանի տարածքի նկատմամբ որևէ ագրեսիա չեմ ուզում դրսևորել, որևէ ոտնձգություն չեմ ուզում կատարել, ես իմ 4 գյուղերն եմ պահանջում։ Հետո գիտենք ինչ տեղի ունեցավ, սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսվեց Տավուշում այդ Եվ կանգ առավ կարծես թե։ Եվ կանգ առավ, այո։ Եվ հիմա Ալիևի բոլոր այդ լեգիտիմացնող, այսպես ասեմ, պահանջները, որոնք որ միջազգային հանրության մոտ կարող էին լեգիտիմ թվալ, փակվել են։ Իրականում Ալիևին զսպողը պարզ է, Հայաստանը չէ։ Հայաստանը դեռևս չունի այդպիսի հզոր բանակ, դեռևս չենք վերականգնել 44-օրյա պատերազմից հետո, եւ նրան զսպող միակ ուժը դա միջազգային հանրությունն է, իսկ ավելի կոնկրետ Արևմուտքը։ Հիմա ինքը Արևմուտքի մոտ չի կարող արդարանալ։ Այս ժամանակ ասում էր, այս բոլոր գյուղերը նախկինում բնակեցված գյուղեր են եղել, նրա բնակիչները դարձել են փախստական եւ այլն եւ այլն։ Եվ դա ըմբռնում գտնում էր միջազգային հանրության մոտ։ Հասկանում էին նրան, ասած ասեմ։ Հիմա ասենք, եթե նա արձակվի Սյունիքի վրա կամ Եղարքունիքի վրա, չի կարողանալ պատասխան տալ իր գործողությունների համար եւ գին է վճարելու։ Ես դրա համար ասում եմ, հավանաբար հենց այդ հանգամանքները հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը համոզմունք ունի, որ այդպիսի արձակում չի լինելու։ Եվ պատահական չէ, ինքը մեր պաշտոնյաներին, դիվանագետներին անդադ տանում է իրանց։ Հայտնի պատն է ցույց տալիս, համանազատված եւ սահմանագծված սահմանն է ցույց տալի եւ այլն։ Սա իր մեջ երևի թե մեսեջներ է բանակում, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի եւ նաեւ ինքը վստահություն ունի, որ այլևս Ալիևը որևէ լեգիտիմ պատճառ չունի Հայաստանի վրա արձակվելու համար։
Պարոն Վարդանյան, փաստորեն Ալիևյան ռեժիմը կամ Ալիևը ունենալով ջերմ հարաբերություններ Պուտինի հետ, միևնույն է, կարողանում է հարգելի այսպես կոչված պատճառներ գտնել եւ չմասնակցել հաղթանակի շքերթ կոչվածին, իսկ մեր երկրի ղեկավարը մասնակցեց։ Ինչ դիտարկումներ կանեք, ինչու Ալիևը չգնաց եւ ինչու Հայաստանի վարչապետը գնաց, արդյոք կարող էր չգնալ եւ այդ գնալը ինչ խնդիր լուծեց մեր երկրի համար։ Ալիևի չգնալու հետ կապված մի շարք վարկածներ են շրջանառվում, ես հակված եմ այն մտքին, որ Ալիևը նեղացած է Ռուսաստանից։ Եթե հիշում եք, նախորդ տարի ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը խոցվեց Ռուսաստանի երկնքում, Դաղստանում։ Եվ այդ ժամանակ շատ լուրջ եւ հիմնավոր վարկած սկսեց շրջանառվել, ընդ որում ադրբեջանական մամուլում նաև ադրբեջանական որոշ փորձագետների մոտ, որ այդ ինքնաթիռից մի քանի 100 մետր այն կողմ, շատ մոտիկ տարածության վրա Ալիևի նախագահական ինքնաթիռն է եղել, որը որ թռչում էր այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգ մասնակցելու ԱՊ երկրների գագաթնաժողովին, ԱՊ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Ինչպես գիտենք, Ալիևը հասավ Սանկտ Պետերբուրգ, բայց անմիջապես երբ լսեց, որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է, չմնաց, այլևս անմիջապես հետ վերադարձավ Ադրբեջան։ Ըստ որոշ տեղեկությունների այդ ժամանակ նաև փորձեր է խլացվել այդ Ադրբեջանի նախագահական ինքնաթիռի ռադարային համակարգը եւ այլն, ինչ որ բաներ են, ներգործություն են արել ռուսական հոպի ծառայողները, որից հետո Ալիևը շատ նեղացված տեսքներ, հիշում եք ինչպիսի հայտարարություններ էր անում, Ռուսաստանից պահանջում էր արդարության վերականգնում, պահանջում էր փոխհատուցման վճարում եւ այլն։ Իմիջիայլոց այդ խոսակցությունները այլևս դադարել են, կարծես այդ մասին էլ այլևս չեն խոսում։ Ինչևից է, դրանից հետո ակնհայտ էր, որ Ալիևը որոշակի նեղացվածություն ուներ եւ միգուցե նաեւ բացի նեղացվածությունից իր անձնական անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել է գնալ Մոսկվա։ Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, Փաշինյանի գնալ չգնալու, ես խորապես այն մտքին եմ, որ նա չպետք է այնտեղ լիներ, մանավանդ որ Հայաստանը հստակ մեսեջներ է ուղարկում Եվրամիությանը, եվրոպական համայնքին, որ փորձում է ավելի մերձենալ Եվրամիությանը։ Իսկ այս վերջին ժամանակներս Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները հստակ հայտարարում են, որ այն երկրները, որոնք կմասնակցեն մայիսի 9-ի շքերթին, նրանց այլ աշկով կնային, այսպես ասեմ, եթե մի քիչ ավելի խոսակցական ասեմ։ Փաստորեն նա հաշվի չառավ այդ դիտարկումները եւ գնաց Մոսկվա, ինչը ցավալի է, թե ինչ խնդիր է լուծել, ես չգիտեմ։ Միգուցե ընդհանրապես փորձել է չկատաղեցնել ռուսական արջին, միգուցե այլ խնդիրներ լուծել, բայց ես իմ դիտարկումներով նա չպետք է այնտեղ լիներ։ Դուք ասում եք Ալիևը նեղացած էր եւ փաստորեն այդ նեղացածությունը չանցավ անգամ ռուս պատրիարքի հաղթանակի այդ շքերթից առաջ Բաքու գնալը, պարգևատրելը, հա, նրա տիկնոջը դա էլ չանցկացրեց այդ նեղացվածությունը։ Կարծում եմ նեղացվածությունը երկար ժամանակ կմնա, բայց միգուցե նաեւ զուտ նեղացվածություն չի, հնարավոր է նաեւ իր անձնական անվտանգության, իր կաշվի մասին է մտածում, որովհետեւ նախագահական ինքնաթիռի վրա ներգործություն կատարելը դա շատ լուրջ խնդիր է նույնիսկ։ Բայց Ռուսաստանը ինչ խնդիր էր լուծում այդպիսով, այսինքն ինչ էր ուզում հասկացնել Ալիևյան կողմը։ Այդ հարցը շատ մի քիչ sense շատ փակ հարց է, sense դրա մասին շատ չեն խոսում։ Իհարկե ռուսական կողմը երգում է այդ վարկածը, դա նաև պաշտոնապես չէր բարձրացվել Ադրբեջանի կողմից, Ադրբեջան չի ասում ներնախագահական ինքնաթիռի վրա ներգործություն է եղել, փորձել են ինչ-որ ազդել դրա վրա։ Բայց դա լրջորեն քննարկվում է հենց ադրբեջանցիների մոտ։ Հիմա մեր ներքաղաքական խնդիրներին եթե գանք, պարոն Վարդանյան, խորհրդարանում տեսնում ենք ոչ միայն վիրավորանքներ կողմերի միջև իշխանություն ընդդիմություն, այլև ուղիղ հայոյանքներ ամբիոնից, բարձր մակարդակով։ Ոմանք սա, այսինքն իշխանականները կապում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով սկսված գործընթացների հետ, ընդդիմությունը թե խորհրդարանում, թե դրանից դուրս գտնվող ասում է, որ նախընտրական տրամաբանության մեջ է, ոմանք ասում են Նիկոլ Փաշինյանը էլի նախկիներին հետ արճակատվելով փորձելու է վերարտադրվել ու տարբեր կարծիքներ են հնչում։ Հիմա ուր է տանում այս ամենը մեզ, ինչու են այսքան սրվել այս հարաբերությունները եւ սպասել, որ այդ նախընտրական պայքարը թեժ է լինելու, այդ պայքարի շրջանակներում այլընտրանքային ուժերը ինչ հնարավորություն են ունենալու։
Այս բոլոր դիտարկումները, այդ բոլոր վարկածները լեգիտիմ գոյության իրավունք ունեն։ Եվ դրանց մեջ իհարկե ճշմարտության մեծ չափաբաժին կա։ Եթե նայել եք, մոտ 2 օր առաջ կարծեմ, Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց եւ ասաց, որ այս ընտրությունը պետք է լինի սևի եւ սպիտակի միջև մոտարապես։ Նա ասաց, կամ պետք է ժողովուրդը ընտրի ապօրինի գույքը փրկել ցանկացող եւ դրա համար բոլոր ջանքերը գործադրող այս խորհրդարանական ընդդիմությանը, կամ էլ մեզ, որ իրական Հայաստանի գաղափարախոսն է։ Իսկ երրորդ ուժերը ըստ նրա թույլ են եւ այս պայն իշխանության գալու հայտ չեն կարող ներկայացնել։ Իհարկե իշխանությունը փորձում է այս ուղղությամբ տանել ընտրապայքարը, որը որ հաջողությամբ կարողացավ նա անել 2021 թվականին, այն ժամանակ բոլոր հարցումներով, բոլոր դիտարկումներով իշխանություն չուներ 50+1% ձայն։ Հիշում ենք ինչ վիճակ էր, նույնիսկ իրենք էին խոստովանում, այսպես փակ ոչ մասնավոր զրույցների ժամանակ ասում էին, որ 40-45 առավելագույնը տոկոսի ակնկալիք ունեն, բայց ոչ 54, ինչպես որ դա եղավ։ Եվ այն ժամանակ Քոչարյանի գործոնը նպաստեց նրան, որ իշխանությունը բացարձակ մեծամասնություն հավաքեց եւ վերարտադրվեց։ Հիշում ենք էլի ինչ եղավ 21 թվականի ընտրությունից 2 օր առաջ Ռոբերտ Քոչարյանը մեծ բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց Հանրապետության հրապարակում եւ շատ մարդիկ, ովքեր որ ի սկզբանե չէին ցանկանում Նիկոլ Փաշինյանն ընտրել, այլ երրորդ ուժերին էին ցանկանում, ասենք ՀԱԿ-ին, Լուսավոր Հայաստանին, քաղաքացու որոշմանը եւ այլն։ Վերջի պահին իրենց միտքը փոխեցին եւ գնացին իշխանության ընտրեն, որպեսզի Քոչարյանը չվերադառնա։ Այս տեխնոլոգիան շատ լավ աշխատեց, փայլուն ձևով աշխատեց, բայց Գյումրիում չաշխատեց։ Հիմա շատ ժամանակ անցկացա, դրան կգամ։ Բայց այդ պայն լավ աշխատեց եւ սպասելի եւ նաեւ անլսելի էր, որ պատերազմում պարտված իշխանությունը կարողանա առանց ընտրություն կեղծելու այդպիսի ձայներ հավաքել ամբողջ աշխարհում են որում զարմացած։ Հիմա փորձում են էլի այդ նույն տեխնոլոգիան կիրառեն, ինչը փաշ չի որ կաշխատի, եթե մի բանը մի անգամ ստացվել է, հաջողվել է, չի նշանակում որ անընդհատ ստացվելու է։ Նախ Փաշինյանի ռեյտինգն է անընդհատ իջնում, գնալով իմ դիտարկումներով անընդհատ իջնում, հետո տարբեր հասարակության տարբեր խավերի հետ, տարբեր մարդկանց հետ շփվելով անընդհատ բողոքներ ենք լսում։ Ընդ որում միջին խավը ժամանակին այսպես մեծամասամբ աջակցում էր նրան։ Խանութների տերեր, չգիտեմ, սալոնների տերեր եւ այլն եւ այլն։ Հիմա հարկայինը նաեւ նրանց է սկսել ճնշել, նրանք էլ բողոքներ ունեն։ Մի խոսքով բողոքի մեծ ալիք կա, որը միգուցե ալիք չի վերադարձել, մեծ բողոքավոր զանգված կա, այսպես ասեմ, որը որ իր ակցիան, իր գործողությունները ցույց կտա ընտրությունների ժամանակ։ Ցավոք, խորհրդանում չկա բովանդակային բանավեճ։ Գող Փիսո Քաչաշն փոխադարձ վիրավորանքներից այն կողմ շատ չի անցնում։ Հիմնականում այս շրջանակի, այս տրամաբանության մեջ է գործում խորհրդարանը եւ սա իհարկե մեզ համար չափազանց վատ է, որովհետեւ միայն բովանդակային բանավեճի եւ այսպես դիալոգների միջև մեջ է ծամում ճշմարտությունը։ Եվս մեկ ցավալի փաստ է իրողությունը այն, որ երրորդ ուժերը չեն կարողանում գլուխ բարձրացնել ցավոք։ Այն ուժերը, որոնք դիրքավորում են որպես երրորդ ուժ, որոնք որ չեն արում ոչ ներկա իշխանության, ոչ նախկիններին, չունեն այդպիսի ռեսուրսներ, եւ մարդկային, եւ ֆինանսական, եւ ոչ էլ քարոզչական, այո։ Եվ նրանք շատ հաճախ հայտնում են երկրորդ պլանում։ Դրա համար այս տեսանկյունից իրավիճակը հուսադրող չէ եւ կարծում եմ էլի որ եւ բնական ստեղծված իրավիճակից էլ նաեւ իշխանությունների նաեւ ինչու որ ընդդիմության թեթև ձեռամբ էլի կգանք այն իրավիճակին որ ժողովուրդը ստիպված ընտրություն կկատարի սևի եւ սպիտակի միջև իմիջայլոց ընդդիմությունն էլ է փորձում անընդհատ խորհրդանական այս տիտղոսային ընդդիմությունը նկատի ունեմ ոչնչացնել այդ երրորդ ուժերին ովքեր ոչ չեզոք են բոլորը հարցը կտրուկ են դնում կամ մեր հետ կամ իշխանության նույնն էլ իշխանությունը հենց մեկ որևէ չեզոք ուժ է հանդես գալի փորձում են բոլոր հնարավոր քարոզչական ռեսուրսներով ոչնչացնել այդ ուժին եւ հարցը տանել միայն իրենց եւ նախկինների նեղ շրջանակ որտեղ որ ժողովուրդը լայն ընտրություն չի ունենա եւ ստիպված կընտրի
Փաշինյանին։ Սա է նրանց ծրագիրը եւ իրենք այլևս դրա մասին չնաթաքցնում։